Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք զինամթերք պահելու եւ խուլիգանության կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ։ Պարզվել է, որ նա հունվարի 1-ին կեսգիշերն անց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը տեղադրել սոցիալական ցանցում։ Գազային ատրճանակը հայտնաբերվել է, կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Խնդրեմ, ծանոթացեք, ստորագրեք։ Իսկ ես կարող եմ բարեք դառնալ։ Երևի։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ 18 տարեկանից սկսած։ Իսկ ֆիզիկական պատրաստվածությունը Կարևոր է։ Իսկ վարորդական իրավունքը պարտադիր է։ Պարտադիր է։ Իսկ եթե չունեք, ժամանակ կտանք, սովորեք եւ ձեռք կբերեք։ Իսկ քաղաքացիությունը պարտադիր է։ Պարտադիր է։ Վստահիր քեզ, միացիր մեզ։ Իսկ ես կարող եմ բարեք դառնալ։ Երևի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարում է բարեկային ծառայության ընդունելություն։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Օգտակար խորհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս։ Վարորդներին խորհուրդ է տրվում ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը, փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն։ Ինչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ։ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել։ Ավելի լավ է փորձել փոսփորել արգելափակված անվի տակ եւ դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ սրահի գորգը։ Դա կօգնի բարելավել ձգողականությունը եւ հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից։ Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին։ Հիշեք խորհուրդները եւ եղեք պաշտպանված։ Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։
Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ 16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։